Երեխաների կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որ ճանաչված ու պաշտպանված է միջազգային ու ազգային օրենքներով։ Մեր երկրում այն երաշխավորված է Սահմանադրությամբ ու Կրթության մասին օրենքով։ Այս շաբաթ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները գործուղվել էին Արագածոտնի մարզի Ռիաթ-Հազա համայնք։ Նպատակն էր տեղում ծանոթանալ եզդիական համայնքում առկա կրթական ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև դիտարկել դրանց հնարավոր լուծումները։ Հարցերին անդրադարձ կատարվեց «Քայլ դեպի փոփոխություն» համակարգային լուծումներ կրթության և մասնակցության համար թեմայով աշխատանքային քննարկման ձևաչափով։ Եզդիական համայնքի առաջին խնդիրներից մեկը ավագ դպրոց չհաճախելն է։ Մենք եզդիներս փակ համայնք ենք եւ թողնել աղջիկ երեխային գնալ կողքի համայնք ուսումնառնելու դա արդեն մեծ խնդիր է։ Ծնողները թույլ չեն տալիս, որ աղջիկները ուսումը շարունակեն։ Վաղ ամուսնությունների հետ է դա նաեւ կապված։ Մեր աղջիկները 16-ը դեռ չբոլորած ամուսնանում են, չնայած նրան, որ մեր եզդի պատգամավորը ամուսնական շեմը բարձրացրեց եւ 18 տարեկանից նոր աղջիկները կարող են ամուսնանալ։ Իհարկե դա էլի չազդեց մեր համայնքի վրա։ Խոսվեց նաև իրազեկվածության պակասի մասին, ինչը եւս ազդում է կրթության մատչելիության վրա, նշվեց, որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք կապահովեն բոլոր երեխաների կրթության հավասար հասանելիությունը անկախ սեռից եւ համայնքային պատկանելիությունից։ Մեր հիմնադրամը շատ է կարևորում կրթությանը հավասար մասնակցության հնարավորությունը, ինչը մեծ դեր ունի անձի ձևավորման եւ զարգացման գործում։ Կրթական հնարավորությունները երբեք չպետք է սեռով պայմանավորված լինեն։ Մենք այստեղ ենք այդ հարցերին ձեր առաջարկներով բալանսավորված լուծումներ տալու ուղիներ մշակելու նպատակով։ Կրթության հասանելիությունից զատ կան բազում խոչընդոտներ, որոնք խանգարում են համայնքի ներկայացուցիչներին իրավունքի իրացման տեսանկյունից։ Այս ոլորտում խնդիրների կարգավորումը բերելու է համայնքում որակական փոփոխությունների։ Հայաստանի Հանրապետությանը պետք չի անգրագետ համայնք եւ գրագիտություն ապահովելու համար, համայնքի կյանքը փոխելու համար եւ այս մարտահրավերները հաղթահարելու համար համայնքում կրթության որակի բարձրացման անհրաժեշտություն եմ տեսնում եւ ես կարծում եմ, որ եւ պետությունը եւ համայնքը աշխատանք իրականացնելու հարց իրենց առաջ պետք է դնեն։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականության կարևորությունը միտված համայնքում առկա խնդիրների համապարփակ լուծմանը։ Կարևորվեց նաև քաղաքականության մեջ եզդիական համայնքի ներկայացուցիչների ներգրավմանն ու մասնակցության բարձրացման հարցը։